թող գնան դեղ համապատասխան աթոռներ կտան դրանց, բայց ես զարմանում եմ մեր ժողովրդի վրա, ես զարմանում եմ, որ այսքան տևական անհաջողությունները արնոտ էջերը տեսնելուց հետո դեռ շարունակում է հավատալ սրանց ստին, կեղծիքին, բայց քանի դեռ այդ ստի կայսրությունը կա, որևէ առողջ բան այդտեղ լինել չի կարող։ Այս միած վաղարշապատում ներողություն, քանի որ ավականությունները դուք էլ մասնակցում եք տեխնացու եք, եւ շփոթները, քարոզարշավը։ Ինչ է ցույց տալիս մարդկանց մոտ իրոք կա բան, այդ տպավորությունները դուք ստանում եք, թե ֆեյքային այսպես ինչպես նշեցիք այդ ճանապարհով են։ Սրանք կարողացել են մարդկանց մեջ սպանել ամենագլխավորը հավատը։ Եվ եթե մենք չկարողանանք այդ հավատը վերաշնչավորել, հավատացեք որևէ լուրջ բան անել չենք կարող։ Եթե մարդու մոտ հավատը չկա, եթե մարդը հասկանում է, որ այստեղ այլևս վստահել որևէ մեկին չի կարող, դժվար է այդ մարդու հետ ճանապարհ անցնելը։ Եվ ես առաջնայինը համարում եմ, այո, նրանց մեջ այդ հավատը զարթնեցնել, ցույց տալ, որ մենակ այդ թշնամաբար տրամադրվածները չեն, որոնք գալիս են հերթական խաբեությամբ, կործանելու ազգ, երկիր, այլ կան մարդիկ, ովքեր իսկապես նվիրում ունեն եւ գալիս են որևէ պիտանի բան անելու կամ առողջացնելու այս հիվանդ մթնոլորտը, որի մեջ հիմա շարունակաբար մնալով փորձում են հեռանալ։ Ես մի առիթով ասել եմ իմ մանկության ընկերը, ասում է, գիտես, ես կհասցնեմ քեզ ընտրել եւ գնալ երկրից։ Ասում եմ, ինձ ինչ ես ընտրում, եթե հեռանում ես իմ երկրից, ես գալիս եմ, որ միասին գործենք, կարողանանք ուսուսի տված մեր երկիրը թեկուզ այդ հատվածից սկսած, վաղարշապատ խոշորացված համայնքից սկսած, կարողանանք ծաղկեցնել, ցույց տալ, որ ամեն ինչ կորած չէ եւ զարթոնքը պիտի լինի վաղարշապատից։ Կաթողիկոսի եղբորը եւ եղբոր տղային կալանավորեցին Հանրապետություն կուսակցության տեխնացուի հայտարարության հիման վրա։ Սա ինչի մասին է խոսում եւ արդյոք ավելի կալանավորումներ, ձերբակալություններ են սկսվելու ընտրություններից առաջ, այսինքն ավելի լարվելու է իրավիճակը։ Երկրի ղեկավարի աթոռը խաբեությամբ զավթածը երբեք էլ չի ստել այս առումով, ասել է, որ կա Հայաստանում մի դատավոր, որ իմ ուզածը չանի։ Եվ հիմա մենք ինչ արդարադատություն ենք ուզում տեսնել, նման արդարադատություն լինել չի կարող, եւ նա կատարում է իր կամայականությամբ որոշումները կայացնում, կուզենա Կաթողիկոսին էլ ձերբակալելու հրամանքը տա, այստեղ մեզ բոլորիս հրամանքը տա, ինչ ուզի կանի, էլի իրան երկիրն է, Քաշնազարը ոնց էր ասում, գյադեք էս կողմ, գյադեք այն կողմ, հիմա այդ Քաշնազարը ասում է, եթե ինձ հանդուրժում են, ուրեմն ստի ընտելացել են իմ իրենց Քաշնազար ունենալու բախտին։ Եվ հիմա մենք որոշել ենք, որ մեր գլխին պիտի լինի Քաշնազարը, ամուլ մեկը, որը եկել է, բայց Քաշնազարի մոտ ասել եմ, մաքրություն կար, միամտություն կար, մարդ էր ստացվել էր սրա մոտ, դրանք բացակայում է խորամանկություն եւ ամեն ինչ անել, որպեսզի իր անցած այս խոտոր ճանապարհը արդարացնի, ցույց տա, որ այդ սխալները պետք է մեր այրամ շարունակի սրբագրել եւ հիմա նրանք, ովքեր հավատում են այս խաբեբաներին, սրանք գալիս են ինքնակամ դառնալու սրանց արյունոտ ձեռքերը լվացող սապոններ։ Պարոն Մանուկյան, իրենք հասարակության այսպես մանիպուլացնում են, ասում են, եթե խաղաղություն եք ուզում, ԿՊ-ականները արդեն լծվել են այդ գործին։ Այսինքն մարդկանց պետք է մեծ մասի խաղաղություն։ Իրենք էլ հենց այդ հարցն են դնում։ Խաղաղություն եք ուզում, ուրեմն մեզ պետք է։ Բա հիմա այդ մեծ մարդկանց, այդ մեծ խումբ մարդկանց ասեք, բա մենք խաղաղ չէինք ապրում, բայց նրանք պատերազմը բերեցին, հիմա կրակը վառել են, հիմա կրակը հանգցնում են, ասում են, տեսեք, մենք կրակ հագցնողներն ենք, կարա այդ կրակը դուք եք բերել, այդ մահնավերը իրենք են բերել, այս ստախոսները ամեն տեղ փորձում են իրենց սուտ ու կեղծիքով առաջ ընթանալ, եւ այո, կարողանում են հիպնոսացնել հանրությանը, որովհետեւ ափսոս, որ մարդիկ տևականորեն սրանց հավատալով կանգնեցինք այն բանի առաջ, որ այսօր տեսնում ենք մեր ոտքի տակից հողը փախչում է, թող մարդիկ սա տեսնեն, ինչ խաղաղությունը որ տեղանքի վրա։ Նրանք արդեն Հայաստանը չեն թողնում, որ տեղանքի վրա է խաղաղություն։ Վաղը ասելու է Հայաստանը ձեզանից խլեցի, բայց տեսեք ձեզ մոլորակ եմ նվիրում, ինքը այդտեղ էլ կհողորտա։ Եվ չկարծեք, թե սուտ եմ ասում, այդ օրն էլ է գալու, եթե սրանք մնում են, Հայաստանը վերացնելու են եւ ասում են, առեք ձեզ մոլորակ, Հայաստանը ինչ էի կանում։ Պարոն Մանուկյան, ես միացնում ձեր մրցակից Արգիշտի Մեխակյանը, մի մարդու որդի է, որը ինքը Արցախյան պատերազմին մասնակցել է, ո՞նց եք ընդհանրապես գնահատում նրա ԿՊ-ով առաջադրվելը։ Ես ափսոսում եմ, որ Մեխակյանը ԿՊ-ի հետ է համագործակցում, ընտրարշավի այն հատվածը, որ ես եղա իր ծննդավայրում, իր հոր ծննդավայրում, ես այցելեցի Մեխակյանի շիրիմին, ես եւս մի անգամ հավաստեցի նրա հերոս լինելը
եւ կրկնեցի, որ ինչպես էս կիսախելագարներն են հայտարարում, որ հարկ մուծողը հերոսն է, այսինքն պարտականությունը դարձնում է հերոսություն, ես այնտեղից հիշեցրեցի հայերին, որ այդ կարգի մարդիկ են հերոսները եւ չպիտի անընդհատ գիտեք մենք որոշենք թե այն ինչ սրանք հայտարարում են դրանք ճշմարտություններն են սրանց ասածների մեջ ճշմարտությունը շատ քիչ տեղերում է որ պարտվենք էլ մեզ պարտված չհամարենք այն որ հայոց սահմանները պատժավայր է սրանք բացահայտ դրանք ընդունել են այսինքն ճշմարիտ բաներ են ասում բայց դրանցով հանդերձ մենք հասկանում ենք որ սրանք այս երկրի հետ որևէ կապ չունեն սրանք պատրաստ չեն մեր երկրի նվիրաբերում անել զոհողությունների գնալ սրանք եկել են լափեն եւ մի առիթով ասել եմ բոլոր նրանք ովքեր ուզում են այդ լափամանի շուրջը շարվել այդ ԿՊ-ի հետ կարողանում են համագործակցել եւ ի վերջո դառնում են հլանայեք ովքեր են անաստակալած գոյանքներ անազգան հայրենի կան երազանք Եվ պարմանության որպես զոհվածի ծնող եմ սա հարցնում Վարչապետը ԿՊ-ի վարչության կազմի ընտրության օրը ծնկի եկավ հուզմունքի տարեր նկատեցինք որոշ կադրերում Դες դուք եք հա հավատացել նրա այդ կեղծ արարմունքների Դա է ուզում հասկանալ իր արդյունքները ձեր վրա ազդում են Նա պետք է արդյունք ունենա որ ազդի ամեն ինչն է ձև կեղծիկ ես ստի կայսրության մեջ եղած որևէ բանի չեմ հավատում նա այդ ստի կայսրությունը կերտած ճարտարապետն է գալու է օրը որ պատասխան է տալու իր ամբողջ այդ խմբով այդ խումբը որը դավաճանեց իմ ազգին եւ ռազմադաշտում եւ բոլոր ոլորտներում դրանք կանգնելու են հայոց արդարադատության առաջ Ես եմ Ես կարծում եմ ցանկացած բան որ հրապարակեն իրենց դեմ է լինելու վերջերս հայտարարություն արեց որ հոպը չէր գործում եւ մեր պարտության պայմաններից մեկն էլ հենց դրանով էր պայմանավորված որ այդ զինատեսակները չգիտեմ ժամկետ անց էին գործող չէին Բա որ այդպես էր, բա դու էլ գերագույն գլխավոր հրամանատար ես քեզ հրճակում, բա ոնց չես կասեցնում այդ պատերազմը։ Այսինքն ամեն հայտարարություն իր դեմ է։ Այսինքն ինքը ասում է ես դավաճանել եմ ձեզ ի սկզբանե, իմանալով որ դա չի գործում, բայց պատերազմ հրահարեցի, գնացի հայտարարությունս արեցի, որով տվեցի պատերազմի բանալին եւ եկան մեր այս զորքին կարողացան ջնջել։ Այս հերոսներին, որոնք իսկապես հերոսականության կրողներ են եւ կրկնեմ, երբ ոչխարն է առյուծներին առաջնորդում, այս վիճակն է լինում, այստեղ առյուծներն են։ Ասեց հոպը չի գործում, բայց մտավ եթեր, ասեց կասկիքը վերցրեք եկեք։ Դե հիմա տեսեք, այդ զավեշտալի բաներին եթե անդրադառնանք, մենք այսօր այստեղից տեղ չենք գնա, որտեղ որևէ միտք լրջություն չի պահանջում։ Նա եկել է ցինիզմն է տարածում եւ նա լավ է հասկանում, որ ամեն մի հայտարարություն տևականորեն իր շուրջը կհավաքի եւ լրագրողների եւ մտավորականների եւ այլևս չենք տեսնի, որ այս ընթացքում մարդը հերթական վնասն է հասցնում մեր երկրին, մեր ժողովրդին։ Հույս ունեմ, որ կստափվի մեր հանդրությունը, հույս ունեմ, որ ի վերջո կհավատա իր հերոսական էջերին եւ մենք կկարողանանք կանգնել հաղթական ճանապարհի վրա։ Շնորհակալություն։